Բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Խոսքս ճիշտ ասած այսօր ուզում եմ ուղղեմ Ռուբեն Վարդանյանի ընտանիքին, ինձ թվում է վիդեոն կհասնի իրանց։ Գիտեք, ձեր պապային ազատելու միակ ձևը իշխանությունով է։ Այսինքն այն ինչ-որ մտեղի ունենում այդ մարդու հետ իրականում բարի չի, ուղիղ ձեզ ասում եմ։ Ես իրականում նախատեսում եմ մտնեմ քաղաքականություն, որովհետև ինձ Աստված ասել Աստված ուղղորդել, որ գնամ այդ ճանապարհով, բարի է իրականում չմտնել քաղաքականությունը, բայց երբ որ Աստված ասում, ուրեմն գիտի, ինչ է ասում, ուղի ասում։ Ու հիմա Ռուբեն Վարդանյանի ընտանիքին է խոսքս վերաբերվում, իր տղային ու մնացածին։ Ձեր պապային ազատելու միակ միջոցը քաղաքականությունն է։ Իշխանությունը երբ որ միջնորդի, բոլորը ազատ կարան արձակվեն ամեն դեպքում։ Հաստատ եզրեր կարելի է գտնել, որ բոլոր մարդկանց հետ բերեն։ Գիտեք, ամեն մարդը իրականում թանկ է, ամեն հայ մարդը շատ թանկ է ու իրականում շատ բարձր է նրա գինը։ Չես կարող ասես, լավ դե ոչ մի հոգին կորչի ազգի համար, բայց իմանաս ինչի համար է կորչում։ Ես ամեն անգամ ճիշտ ասած ձեզ գրում եմ, բայց դուք ոնց որ չեք պատասխանում։ Իմ առաջարկությունը հետևյալն է, որ միանանք իրականում ու ստեղծենք այն քաղաքական ուժը, որ խաղաղություն կբերի ժողովրդին։ Ոչ միայն ժողովրդին, այլ նաև ընտանիքներում խաղաղություն կբերի, որովհետև երկիրը կարած կառուցես միայն խաղաղությունով, արդարություն ու իրավունք անելով ամեն բան կլինի։ Գիտես, հնարավոր է խոսք տաս 100,000 աշխատատեղ բացես, հնարավոր է խոսք տաս մշակները բարձրացնես, բայց այդ ամենը սուտ է, եթե իշխանավորը, այն ով որ գալիս է, աստվածաբախություն չունի։ Դրա համար, եթե կընդունեք իմ առաջարկը, ես սիրով պատրաստ եմ միանալու ձեզ Աստվածաշնչի հիմքի վրա։ Չի կարող այնպիսի բան լինի, որ իրականում Աստծո խոսքից շեղի ու հետ պահի։ Ես չեմ գալիս ինձանով կամ չեմ ուզում լինեմ առանց Աստծո։ Եթե գամ էլ գալիս եմ միայն Աստծո, որովհետև Աստված է ինձ խոսք տվել ու Աստված է ասել, որ կառաջնորդեմ ու կուղղորդեմ։ Հիմա եթե դուք տեսնում եք այս տեսանյութը, գրեք ինձ ու մենք կմիաբանենք սիրով։ Ես պատրաստ եմ ձեր հետ նստեմ մի սեղանի շուրջ, իրական քննարկենք, հասկանանք ոնց կարելի է անել, ինչ կարելի է անել։ Ու հավատացած եմ, այն օրը որ կստացվի, որ մարդիկ կընտրեն, իրականում շատ բարի է լինելու մեր երկրի ու մեր ժողովրդի համար, որովհետև իմաստուն թագավորը Աստծուց է, ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Ես չեմ գալիս վարչապետ լինելու կամ ինչ-որ մի բան, ես գալիս եմ, որ Աստված լինի, իրականում իշխանության գլուխ իշխանավոր։ Դրա համար եթե կկամենաք, եթե կուզեք, գրեք ինձ, ես պատրաստ եմ սիրով հանդիպելու ձեր հետ, խոսելու, նստելու, քննարկելու, հասկանալու։ Շատ ափսոս է այդ մարդը, քիչ բան չարել իր երկրի համար, այն ժամանակ որ իրականում ինքը Արցախում էր, այդ մարդու խորհրդականները գիտություն չունեին, ոչ էլ աստվածապաշտություն ունեին, որովհետև Աստված միշտ հետ է պահում, միշտ զգուշացնում է նշաններով, չգիտեմ, խոսքերով, երազներով, միշտ ասում է տեղ մի գնաց, զգուշ եւ այլն։ Այն ինչ որ պատահել է այդ մարդու հետ անարդարության իրավունքի վրա է պատահել։ Իսկ ես դա կուզեմ որ վերանա, որովհետև արժանի է այդ մարդը, որ իր կյանքի վերջի օրերը վերջին տարիները կոպիտ ասած վայելի իր ընտանիքի, իր չգիտեմ, ժողովրդի հետ տեսնելով թե ինչքան է իր ժողովուրդը ծաղկում ու բարգավաճում ու իր պետությունը հաջողում։ Այդ իսկ պատճառով ընկերներ, նորից Ռուբեն Վարդանյանի ընտանիքին խոսքը սովորում, եթե կկամենաք, կապի դուրս եկեք, կնստենք, կքննարկենք, կհասկանանք, հավատացած եմ այս միտքը, որ իմ Աստված դրել է իմ սրտում, իզուր չի, որ ես ձեզ պետքա գրեի կամ չգիտեմ եւ այլն։ Բայց եթե մերժեք իրականում շատ ափսոս այդ մարդը որ գործ չի։ Գիտես, եթե այդ մարդուն մի 5-10 տարի էլ պահեն այնտեղ, ու եթե թեկուզ բաց է թողեն հետագայում, մեծ առողջական խնդիրներ ունենալու։ Ամեն դեպքում նենց առողջական խնդիրներ, որ դեպի մահն են տանելու։ Դրա համար քանի շուտ ընկերներ, եկեք միաբանվենք, նստենք, հասկանանք ու հաստատ լուծումներ Աստծուց կգա ու գտնենք։ Սրանով է ուզում կիսվեի, խոսքս նորից ուղղվում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքին, եթե մարդիկ կամ որ նրանց ճանաչում են, ուղարկեք այս տեսանյութը նրանց, շատ սիրով կուզեմ հանդիպեմ ձեր ընտանիքի հետ ու հասկանանք թե ինչ կարելի է անել։ Միայն խոսքը չի ուղղվում Ռուբեն Վարդանյանին, այլ բոլոր նրանց իրականում որ հիմա գերության, ցավի ու չգիտեմ ինչ-որ վատ իրավիճակի մեջ են, որովհետև հայ են։ Ամեն հայի համար արժի իրականում պայքարել, ամեն հայը շատ թանկ է, ամեն հայը, որովհետև այդքան շատ չենք աշխարհի վրա։ Եթե մենք մեկս մյուսի մասին հոգս չանենք, ով պետք է անի։ Եթե մենք մեկս մյուսին իրականում սխալի համար գցենք, իջացնենք, ասենք տենց արե թողը տենց լինի, ուր կհասնենք, ընկերներ։ Միթե արդար մարդ կա այս երկրի վրա, որ կարող առաջինը քարը շպրտի, իսկ եթե չէ,
Իմ առաջարկն անում է, որ միաբանվենք ու շարժվենք դեպի Աստծո ճանապարհներով, որը բարի է լինելու։ Ես միշտ առաջնորդվում եմ այն կանոնով, որ Սողոմոնի Մաստոնի ժամանակ ասում է ոսկին այնքան շատ էր, որ քարիտեղ օգտագործվում էր, ու ես հավատացած եմ մեր երկրի համար գալու է այդ ժամանակները։ Ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ։ Սրանով եմ ուզում կիսվեի, եթե ծանոթներ ունեք, ուղարկեք մարդկանց ընտանիքին, սիրով պատրաստ եմ հանդիպեմ ու քննարկեմ։ Շնորհակալություն, օրհնում եմ ձեզ, անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն։